Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նյանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ։ Ողջույն պարոն Սարգսյան։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Շնորհակալություն։ Փորձում ենք ամփոփել շաբաթը։ Դիտարկելու ենք Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռուբիոյի այցը եւ արագ նախաստորագրությունները 3 փաստաթղթերի, Թրամփի վճռական եւ անվերապահ աջակցությունը Փաշինյանին, Ռուսաստանի սպառնալիքներից գործին անցնելը եւ նոր սպառնալիքները մասնավորապես, որ կարող ենք ասեցնել կամ չեղյալ հայտարարել բնական գազի, նավթամթերքի եւ այլնի Հայաստան ներկրումը կամ վաճառքը Հայաստանին։ Կոշտ հայտարարություններ, Քոչարյանի սպառնալիքը, որ հաղթանակի դեպքում գողացողներին սպասում է հեղափոխություն, ռազմական շքերթը նոր սպառազինություններով եւ խաղաղության աղավնիներով, մեկ հացադուլ կալանքի տակ գտնվող Արցախից Հայաստան տեղափոխված Արտուր Օսիպյանի կողմից հայտարարված մեկ շաբաթ է մնացել մինչեւ ընտրությունները։ Այսպիսին է իրավիճակը։ Ինչից ենք սկսում, պարոն Սարգսյան։ Նրանց որ մնացել է մեկ շաբաթ էս ամբողջ ոնց որ ես ասում քաղաքական կրկեսին, ես ուղղակի պետք է այս ժամանակահատվածը եւս ճիշտ օգտագործել, նյարդերին տեղ չտալ, մեծ հաշվով մի քիչ ավելի հանգիստ ամեն ինչ ընկալել։ Չնայած իհարկե կան աղազանգեր, որոնք որ թույլ են տալիս ենթադրել Ռուսաստանի ազդեցության կտրուկ նվազումը եւ հետագա նվազումները, երևի թե եկեք սենց որտեվ ըստ բանի քաղաքական դաշտի, ինչ վերաբերում է Քոչարյանի հայտարարությանը, որ հաղթանակը գողացողներին սպասում է հեղափոխություն, ես ճիշտ ասած չգիտեմ, թե ինքը հաղթանակի տեղ ինչ ա դնում, իր դաշինքի նույնիսկ մտնելու հավանականությունն 50%-ից ներքև։ Այսինքն շատ ավելի հավանական է, որ Հայաստան դաշինքը չհավաքի անհրաժեշտ ձայների քանակը, քան հավաքի։ Ոնց որ չեմ հասկանում, Նիկոլի օգտին է խոսում, որ եթե մենք փորձի Նիկոլից ընտրությունները գողանալ, կլինի հեղափոխություն, Իսկ գուցե դա նշանակում է բոլոր դեպքերում հեղափոխություն, որովհետև հեղափոխության համար գողացել են ձայները, թե չեն գողացել, հաղթանակը եղել պետք է լիներ, թե չպետք է լիներ։ Հեղափոխության եւ հեղաշրջման տարբերությունը հենց այդ հեղափոխությունը գալիս է բնակչությունից։ Այսինքն երբ բնակչության ճնշող մեծամասնությունը ուզում է ռեժիմի փոփոխություն, բայց բան ֆունդամենտալ։ Ну, օրինակ տենց եղավ 18 թվականին։ Դարը փորձ առանձնապես բան չփոխվեց, այսինքն նույն Քոչարյանը մնաց քաղաքական դաշտում, չնայած պետք է մնար քրեակատարողականում ցմահ, բայց ինքը մնաց դաշտում։ Դրա համար ինչ որ խոսել հիմա հեղափոխության մասին ծիսաղալու։ Խոսքը հիմա կարող է գնալ, եթե Քոչարյանը ասում հեղաշրջման մասին, որի փորձը եւս եղավ 44-րդ պատերազմից հետո, երբ գեներալները կաթողիկոսը եւ եւս թափթփուկներ պետական ապարատից տենց որոշեցին, որ իրենք հիմա կարան Հայաստանում հեղաշրջում անեն, պահանջեն Նիկոլի հրաժարականը, տան Ռուսաստանի տակ բարկացնեն երկիրը, առավել եւս որ Նիկոլ արդեն նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ճակերտներով ստորագրել էր, այսինքն ճար չուներ։ Այն ժամանակվա պլանը Նիկոլը ստորագրել է, հեղաշրջում են անում, ասում են դե այն էլ ստորագրել է, որպեսզի Ռուսաստանին ճակնենք, հիմա պետք է մեղրենք տանկ։ Տարապես է տանկ են վաղ ռուսներին, բայց հիմա բան է, թե հիշում եք այդ ժամանակահատվածում ռուսները նույնիսկ բաներ էին դնում, բլոկպոստեր էին դնում ճանապարհների վրա Սյունիքում, անցնելու Սյունիքում, ինչ որ մեկը ռաստ էր գալի ռուսական զինվորին, որը ճանապարհը փակել է ու դա դեպի Ադրբեջան տանող չէր դա բան։ Դա չեղավ ակնհայտորեն, որովհետև բնակչության ճնշող մեծամասնություն, որակյալ ճնշող մեծամասնություն։ Հայաստանում մարդիկ կան, որ կարող է Նիկոլին չեն սիրում, դրա համար քվեարկում են Քոչարյանին եւ Սամվել Կարապետյանին եւ կամ Ծառուկյանին, հա, այդ եւ կամերով գնանք այդ եւ կամ չգիտեմ այն ինչ էր, այն մի Կիրիենկոյի կողմից ֆինանսավորվածը նախկին օմբուդսմեն ապագա վարչապետ, որ Ռուբիոյին նամակ էր գրել, ամեն ինչ Տատոյանը, հա, Տատոյան մոռացել ազգան։ Այդ բոլոր ռուսական պրոքսիները, որոնցից որ ոնց ասեմ, ամենաարդարը եւ արդարամիտ ամենաուղիղը գտնվեց Ալյանսը։
որ ուղղակի դուրս եկավ պայքարից հասկանալով, որ անիմաստ է իմաստ չունի սա, ուղղակի դուրս եկան։ Ինձ թվում է բոլոր ռուսական կուսակցությունները, պրոռուսական կուսակցությունները եւս պետք է դուրս գան, որպեսզի բան չունի։ Բայց ամեն դեպքում այս մարդիկ շփոթում են ԿՊ-ից կամ մասնավորապես Նիկոլից հոգնած զզված մարդկանց ձայները շփոթում են Հայաստանի պետականությանը ոչնչացնելու ցանկություն ունեցող ձայների հետ։ Այսինքն իրանց թվում է, որ այդ իրանց կուրատորների պլանները իրանց ընտրազանգված ամբողջությամբ գիտակցել է եւ դրա համար է գնում հետևներից։ Առա ձեր բախտից։ Այտենց չի։ Այսինքն Քոչարյանին, Սամվել Կարապետյանին կամ Ծառուկյանին ձայն տվողների ճնշող մեծամասնությունը չի ուզում, որ Հայաստան չլինի, չի ուզում լինի ռուսական գուբերնիա, ովքեր որ ուզում են կարող է մի 50,000 հոգի հավաքվի, ելի եմ ասում։ Սիկտիվկարից Մագադան տրասի վրա տեղ կա, թող բուդկա դնեն ապրեն։ Թող ռադները քաշեն ստեղից, ով չի ուզում ապրի Հայաստանում, Ռուսաստանում, Սիբիրում լիքը տեղ կա, գնան ապրեն։ Եթե չեն ուզում, կարանք օգնենք, որ գնան։ Գիտեք ինչ, թվում է թե դա իրենց խնդիրն է, իսկ ասեի դա իրենց խնդիրն է, բայց հասարակությունն է ընտրություն կատարելու առաջ կանգնած եւ հասարակության մեջ դեռ եւս մեկ շաբաթ առաջ ընտրություններից մենք լսում ենք եւ տեսնում ենք խոսակցություններ, որ չենք կողմնորոշվել։ Իհարկե, դե չեն կողմնորոշվել, դրա համար կողմնորոշվելու համար, այսինքն ոչ դրա համար, կողմնորոշվելու համար չի կարելի 5 տարի ապրել բանի, ասենք տանը պատշգամբում կամ բանում, տենց շուտ փակ սենյակում դուրս չգալ ասել, տո ես իմ ինչ ուզում եմ թողել լինի, ինձ ձեռատալ է ամեն ինչ, հետո ընտրություններից առաջ 20 օր առաջ դուրս գալ ասել, բա ում ընտրեմ։ Երկրի համար պատասխանատվություն ձևավորվում է ամենօրյա ռեժիմով, այսինքն դու ամեն օր պետք է հետևես ինչա կատարվում։ Դրա համար եմ ասում, դու պետք է իմանաս դու ինչ ես ուզում։ Դու այ կոնկրետ դու առանձին վերցրած անանտով որ ուզում է գնա մասնակցի ընտրություններին պետք է իմանա իրան պետք է որ սա լինի ոս դրա իսկ հիմա մեզ մոտ այդ ամեն ինչը սենց է 5 տարում դա իհարկե ձևավորվել է հենց նույն Քոչարյանի կամ Լևոնի ժամանակ որ տանում էին 5000 դրամ էին տալի ժամանակին կամ 10000 դրամ էին տալի հիմա 20-ը կարող է չգիտեմ 20-ն էլ է քիչ բայց դե հիմա կարող է տարիֆները էլ բարձրացել է ու հələ ինձ թվում է էլ կբարձրանա բայց խնդիրը նրանում է որ առաջ տալիս էին ժամանակին տալիս էին այդ գումարը ու 4 տարով կամ 5 տարով ասում էին վազնեկեք մեզնից դու քո ձայնը ծախել ես 5 տարով Այսինքն եթե առաջ 5000 դրամ էր, ինքը ասում էր տարին 1000 դրամով ես քեզանից քո ձայնը առել եմ։ Մոտավորապես այդ փոփոխել այդ բանն էր, ռացիոնալ տեսանկյունից։ Հիմա դե 20-ը, հիմա ստացվում է, որ 20-ը ես ասեցի 4000 դրամ է, տարին 4000 դրամով, հա, 4000 դրամով է հիմա տարին առնում։ Հիմա տեսեք, այստեղ հարցը գալիս է նրան, որ մարդիկ գալիս են ընտրությունների օրվանից, ասենք 15-20 օր առաջ, ասում են, բա ում ընտրենք, ասում են, դե լավ եղբայր, դու ինչ ես ուզում։ Ինքը չգիտի ինքը ինչ է ուզում։ Ինքը գիտի որ ինքը պետք է գնա ընտրի, որտեղ այդ պահանջը, այդ ցանկությունը ցանկացած ազատ մարդու մոտ այդ բանը կա ազատամիտ մարդու մոտ, որ ես գնամ ինչ որ բան անեմ կամ ինչ որ գիտեն որ օրն է եկել են, որ չի ուզում գնա, ասենք գործի, բայց պետք է գնա այդ տարբերակն է, գիտի որ պետք է գնա ընտրի, չգիտի ում ընտրի։ Հիմա դա ամենավտանգավոր բանն է Հայաստանի եւ այդ ցանկացած պետության համար։ Երբ դու գնում ես ընտրությունների, ոչ թե որովհետև դու գիտես ինչ ես ուզում, ոչ թե որովհետև դու որոշել ես, դու գիտես որ պետք է գնաս ընտրությունների, դրա համար ես գնում։ Ոչ թե դու ուզում ես գնաս ընտրությունների, որ քո կյանքում մի բան փոխես։ Որովհետև մի բան փոխելը Էտեն չի, որ այդ աթոռին վարչապետի կնես նստած կլինի Ռոբերտ Քոչարյանը կամ Նիկոլ Փաշինյանը։ Այդ քո կյանքում ոչինչ չի փոխում։ Այդ իրանց կոպիտ ասած պայմանական ընտանեկան բյուջեում է բան փոխում։ Համապատասխանաբար Ռոբերտ Քոչարյանի կամ Նիկոլ Փաշինյանի, ով է պետությունից այդ աշխատավարձը ստանալու, քո կյանքում ոչինչ չի փոխում։ Քո կյանքում փոխում է կուսակցության տնտեսական, սոցիալական չգիտեմ, անվտանգային ծրագրերը եւ այդ անվտանգային ծրագրերը, որոնք որ մեզ մոտ չգիտես ինչու դառնում են միշտ հիմնական չնայած Նիկոլ օրինակ եկավ, ասես տենց բան չի լինելու, բայց միևնույն է, հիմա էլ է այդ բանը։ Հիմա էլ ամբողջ քաղաքական պայքարը կառուցված է արտաքին քաղաքականության հետ կապված խնդիրների վրա։ Հիմա մենք ունենք խնդիրներ այդ սպառնալիքները, որոնք նշեցինք, հա, Ռուսաստանը փաստացի, ԵԱՏՄ-ի փաստաթղթերը չեղել է հայտարարել միակողմանի։ Ինքը իրանը որոշում է ինչ պետք է անի։
Միրքա ծիրանա այդ QR կոդերն են, որ պետք է գնան սկզբից հարկերը վճարեն, հետո կան QR կոդերը վերջ, եթե ուզում են Ռուսաստան ծախեն, այդ QR կոդերը խփեն մեր ապրանքի վրա տանեն ընդեր։ Լարսը փագա, բացա, նավթը քիչացնեն, գազը քիչացնեն։ Գինի, կոնյակ, ընդեղի պաշտոնյաները ինչ-որ բաներ են, հաչում են, բան են անում։ Եղբայր, դու կամ ԵԱՏՄ ես, կամ ԵԱՏՄ չես, ընդ որում Հայաստանի վրա շատ սուր է դա դրսևորվում, հա, բայց այդ ԵԱՏՄ-ի փոփոխությունները ԵԱՏՄ-ի շրջանակներում, որ օրինակ ԱՀ-ն փոխվեց, դարձավ 22%, այս տարվա հունվարի 1-ից։ Ոչ մեկի հետ դա չի համաձայնվեցվել։ Ոչ Հայաստանի, ոչ Ղազախստանի, ոչ բանի։ Կարող է նամակով տեղյակ են պահել, որ փոխում ենք։ Բայց դա տենց չի արվում, եղբայր, դա արվում է, քանի որ նույն տնտեսական տարածքն է, ավելացած արժեքի հարկը բոլորի մոտ պետք է նույնը լինի, որովհետև դու համել ունես համապատասխան սահմանափակում երկակի հարկերից խուսափելու համար։ Այսինքն, եթե ես բան եմ արտադրում, ինձ մոտ ահեն 20%-ը, քեզ մոտ 22%, այդ հաշվապահական մղձավանջը, որը առաջանում է փոքր միջին բիզնեսի համար, կորպորացիաները ջանդամ կպայմանավորվեն։ Փոքր միջին բիզնեսի համար այդ մղձավանջը ով է լուծում։ Ինչ է նշանակում Հայաստանում տրված ծագման սերտիֆիկատը Ռուսաստանում չի անցնում, մի հատ է պետք է այնտեղ անցկացնենք։ Ինչ է նշանակում Հայաստանի մաքսային եւ մաքսազերծված ապրանքը մի հատ է Ռուսաստանում պետք է մաքսազերծվի։ Դու ընդհանուր մաքսային միություն ես, թե չէ։ Եթե չէ, ընկեր, հավաքվեք կլինի, հավաքվեք ռադալնեք այս մեր կյանքը։ Չէ, Փաշինյանը ասում է, մեզ չեն կարող անել։ Մեզ չեն կարող անել։ Մենք էլ չենք ուզում դուրս գալ, մենք չենք դուրս գալիս։ Ես Մենք ուզում ենք օգտագործենք այնտեղ լինելու մեր չգիտեմ ինչ արտոնությունները։ Okay, բայց այդ արտոնություններից զատ, որը ինքը օգտագործում է, ունենք բավականին մեծ վնասներ։ Նույն բանկային համակարգի համար խնդրեմ ունենք մեծ։ Որոշ մարդիկ հարստանում են, շատ փոքր քանակով, այն ոնց որ Արմենների երջանկայի շտակ ասում 40 ավազակները կանգնած կառավարության կողքին, այդ մեգա դախլչիները, իրանք շարունակում են հարստանալ, որովհետև իրանք մի ոտ Ռուսաստանում, մի ոտ ստեղ։ Ամբողջ մնացած մարդկանց համար դա ոչ մի բան է, ոչ մի բան։ Ընդհանրապես ոչ մի բան։ Հավատացեք, եթե խոսքը վերաբերում է ապրանքներին հայկական, որոնք պետք է գնան ու եթե դրանց կարիքը կա, իրանք կգնան, Ղազախստանով կգնան։ Հիմա Ռուսաստան են տանում էին, հանձնում էին բաներին, ասենք ֆուտսիցի բան այդ ադրբեջանցիներին, որոնք որ Ռուսաստանի գյուղատնտեսական շուկան անցած անգամ խոսեցին։ Ռուսաստանի գյուղատնտեսական շուկան ադրբեջանցիներն են պահում։ Հիմա տենց է եղբայր, Ղազախստանով տար, Ղազախստերին տուր այդ բանը քեզ։ Ես չգիտեմ, ձեզ հետ եթերում էի հիշեցրել, համենայն դեպս նշել, այս շաբաթ ես առիթ ունեցա ծաղիկներ պետք էր ինձ գնել, ես ծաղիկներ էի գնում եւ հարցրեցի վաճառողին, ասացի վարդերը որ չեն վաճառվում երևի շուկայում իջել է գինը, շատացել է վարդերը, ասաց չէ, լավ էլ վաճառում են, ձևերը մենք ասում հայերս, ձևերը լավ էլ գիտենք։ Ռուսաստան տանելու։ Ասма տանում ենք, ուրիշ ձևերով ենք տանում։ Ես դա եմ ասում։ Ըստ երևույթին, ասենք Վրաստանից են։ Վրաստանա, բանը արանքում ինչ որ մեկը աշխատում։ Մի խոսքով ասեց ոնց տանում էինք, այնպես էլ տանում ենք։ Հետ չմտածեք։ Ես ընդհանրապես չեմ մտածում։ Մեծ հաշվով ինձ ասեց չմտածեք։ Ես հաշվով ինձ միևնույնն է, ասենք, հասկանում եք այդ խոշոր արտադրողները, որոնք որ Հայաստանը բարձր Ռուսաստանի ծաղկի շուկայի բանն է, խոշորներով երրորդն է ցուցակում, որ հայկական ծաղիկն անդերտեղ զբաղեցնում։ Դա նշանակում է, որ միևնույնն է, այսպես թե այնպես է ծաղիկները գնան։ Ուզում եք չեք ուզում, իրենք մեկա գնալու են։ Դա միայն ծաղիկների մասին չի խոսքը։ Չէ, հենց ծաղիկների մասն եմ ես ասում, որ երրորդ տեղն է, մնացածը։ Ասենք ջերմուկը կերևա որ դա ջերմուկ է։ Ծաղիկը վրան գրած չի որ դա Հայաստանի ծաղիկ է։ Հա, հիմա տեսեք, ջերմուկ այդ բանը, տեսեք, ես չեմ բան անում, հա, ոչ մի վատ բան չեմ ուզում ասեմ։ Այսքան տարի աշխատել են այդ ռուսական շուկայում, հիմա ժամանակն է փոխվելու։ Ինձ համար միևնույնն է։ Ես չեմ պատրաստվում 1-2 օլիգարխի համար, որը այդ գումարը աշխատում է, Հայաստանում այդ գումարը սխալ ներդրում է անում։ Սխալ, որովհետև դա նշանակում ինչի համար եմ ասում, սխալ, որովհետև կորպորատիվ պատասխանատվության մակարդակը մեզ մոտ 0-ական է։ 0 ուղղակի։ 0։ Մենք հիմա խոսում էինք խուլերի խնդիրների մասին, դպրոց կա, հա, որը որ եթերից առաջ պարզապես ասենք եթերից հենց նոր խոսում էինք, հա, դուրս բանով հիմա կան, չէ, հատուկ կարիք ունեցող խմբեր։ Այդ կորպորատիվ պատասխանատվությունը նշանակում է, որ օրինակ
պարոն Սուքիասյանը, որը 15 միլիարդի ոսկի է լվում ռազմական հանցագործ Պուտինի մար, այդ 15 միլիարդից ինչ-որ գումար, որը դնում է իր գրպանը, քյաբաբա սարքում ուտում է, այդ 15 միլիարդից եկած եկամուտի շուն մի մասը դնում է, ասենք, չգիտեմ, Հայաստանում ինչ-որ մի բանի մեջ, օրինակ այտենց դպրոցի ֆինանսավորումը։ Լավ, ասենք վերադասավորվեց շուկան։ Չվերադասավորվեց, կապ չունի, Ռուսաստանի տնտեսությունը անկման մեջ է։ Ես ես ուրիշ բան ասեմ, սեպտեմբերի 1-ից Ռուսաստանում սկսում է գործել, արդեն ընդունեցին երկրորդ, երրորդ ընթերցմամբ հաստատեցին արագացված ռեժիմով։ Սեպտեմբերի 1-ից ադմինիստրատիվ գործերով կասկածի տակ գտնվող անձանց սեփականությունը կոնֆիսկացիայի մասին Ռուսաստան։ Այսինքն 1000 ռուբլուց ավել, եթե տուգանք ունես, 1000 ռուբլի եւ ավել։ Քո սեփականությունը բան ասենք, հասարակ քաղմասի լեյտենանտ կարա վերցնի։ Պրոտոկոլի պահին։ Ռասկուլաչիվին, ռուսները։ Դա 37 թիվն է, այո, կուլակաթափն է, դա 37 թիվն է, որ հարևանը, ասենք, այդ բանում կոմունալքում ապրում էր, ուզում էր էս մի տունն էլ վերցներ, հարևանի վրա գրում էր, հաստատ լսել եմ, որ ինքը Ստալինին քրվել է։ Առանց ստուգել բան, գալի մի հատ կանդալում էին, էսի տունը վերցնում էր իրան։ Մոտարապես այդ բանն է Ռուսաստան։ Ռուսաստանում բնակվող հայերին ջերմ ողջուններս, ասում եմ ձեզ, արդեն հələ վերջնական ուժ չի, բայց ուժ։ Բայց դա միայն հայերին չի վերաբերում։ Ինձ չի հետաքրքրում մնացածը։ Իրենց բոլոր իհարկե, բայց եթե նայեք, օրինակ Ռուսաստանում մի քիչ մտածող մարդիկ էլ չեն մնացել, բոլորը փախել են։ Լավ, բա մեր այս Չեղյալ հայտարարել բնական գազ, նավթամթերք, տեսեք, ադամանդ, ադամանդը էլի չի։ Լավ, ադամանդը դրեցինք մի կողմ, գազ, նավթամթերք։ Նավթամթերքը ունենք արդեն էս ընթացքում բացվել է մի քանի անգամ եկել է, էլի ունենք այդ հնարավորությունը, մենք ունենք այդ հնարավորությունը բերել եվրոպական շուկայից, Թուրքիայից, գազը ուրիշ պատմություն է, գազը թողում ենք մի կողմ։ Նավթամթերքը Հայաստանին անհրաժեշտ է 3 տեսակի նավթամթերք, ավիացիոն կերոսին, օդանավերի համար իդեպ սա ռուբլի հետ կապված բան է ասում, վառելիք բենզին, ներքին այրման շարժիչների համար եւ դիզելային վառելիք ու քսուկային նյութեր, այդ բոլորը նավթամթերք է մեծ հաշվով, կա էլի բաներ, որոնք դրանց հետ կապված են, բայց դրանք շուկայում շատ են, կարող ենք էլի բերել ծավալներ մեջ չի Հայաստանի համար, այս 3-ի պարագան էլ մեզ մոտ շատ են հնարավորությունները բերելու, մենք կարող ենք օգտագործել ճանապարհը Վրաստանով դեպի Թուրքիա, դեպի ծով, Ադրբեջանով դեպի Ղազախստան, բուն Ադրբեջան, Կենտրոնական Ասիա, Իրանը ինձ թվում է Իրանը հիմա էլ է բանը, շուկաները աշխատում է, բաները աշխատում են, ֆուրերը, ծավալը փոքրացել է, բայց անհրաժեշտության համար, անհրաժեշտության դեպքում կարա լինի, հեղուկ գազի խնդիրն է, որ էլի Իրանից կարող է բերվել, ունենց չի, որ չենք կարա բերենք, կարանք բերենք, Իրանի միջոցով կարանք բերենք ուրիշ երկրներից, ունենց չի, որ բանը Հայաստանի համար տենց չի, որ փակ է իրանական ճանապարհը։ Կարող ենք բերել եվրոպական բանից, որտեղ թե Թուրքիան սենց տենց ինքը իրենով հեղուկ գազ չունի, բայց ինքը հեղուկ գազի սպառող է, այսինքն մենք կարող ենք ուղղակի թուրքական նավահանգիստներում պատվիրել եւ բերել։ Խնդիր չեմ տեսնում այստեղ։ Ես խնդիր եմ տեսնում նրանում, որ մարդկանց մոտ ովքեր նստած են այդ ռուսական գաղափարախոսական ճահիճի մեջ եւ այդ բանի մեջ, այդ իրանց համար խնդրեմ է դա։ Իրանց համար խնդրեմա հասկանալ, որ իրանք այլևս ոչ մեկին պետք չեն։ Խոսում եմ ես վերջերս մեր լոգիստիկով զբաղվող ընկերություն ունենք բաներ տենց ընկերներից մեկը այդ հարցի մեջ է։ Ասում է դե օրինակ Հայաստանի այդ այս ֆուրերի վարորդների բաների համար Ռուսաստանից ինքը ռուսերենը չգիտի։ Ինքը ուղղակի գիտի, որ ռուսերենում կարա 2000, 5000, 10000 ռուբլի տա հարցելուցի հայերեն խոսալով։ Ու ինքը գիտի, որ Ռուսաստանում իրանից չեն հարցնում, ինքը լվացված է, լողացած է 6 ժամը կշե, 12 ժամը կշե, ինքը ոչիլ ունի, չունի, ասենք ինքը իր ապրանքը փչացած է, փդացած է ինչ, ինքը գիտի Ռուսաստանը ինչ էլ անի, կծախվի։ Ռուսաստանը ոնց որ բան է լինի, դու Բարաշյանի Զիբիլյանոց, ու Զիբիլյանոցի բոմժերին տանես մի կտոր հացը մի քիչ բորբոսնած լինի, ինքը մեկա կուտի, մոտավորապես այդպես է բանը։ Դա համար էս մարդկանց համար ասենք իրանք իրականում ֆուր չեն քշում, մուսառավոզ են քշում։ Աղբը հավաքում են, տանում են դեմիտը բրախում են, հեշտ չլինի մեկը կուտի էլի, հիմա են նրան ինչ կապ, բայարշնիկ է խմում, բայարշնիկը ինչով բան կանի, զակուսկի կանի իրան մեկը, ինչ էլ տաս կուտի։
Հիմա ռուսները փորձում են ձևանել, որ իրենք շատ են հետևում իրանց բնակչության առողջությանը, բայց մի երկրի համար ամսական 35-ից 40,000 մարդ ճակատում կորցնում է, ուղղակի սովից ռումբերի։ Մի խոսքով, այս ճնշումը գազի, նավթի եւ այլնի, ծաղիկի, հանքային ջրի, թվարկեմ, այս ճնշման էֆեկտիվությունը։ Նորից եմ ասում, այս ինչ որ հիմա կատարվում է, դա մինչև ընտրություններն ամենասկզբից ասեցի։ Սա մինչև ընտրություններն, ընտրություններից հետո իրանք կնայեն, եթե Ռոբիկը ասենք մի 5000 մարդ փողոց անի վազվզի, այն ժամանակվա պես տանի 10 հատ վրան դնի ամեն վրանում կես մարդ խմի, սաղոր նարդի խաղա, այդ դրանց մինչև այդ վրանները չհավաքեն, ինքը սա կշարունակի։ Եթե չէ, բելի հանգիստ սուսպուս։ Այսինքն նպատակը այն է, որ ազդի բնակչության վրա, բնակչությունը գնա ձայն տա իրենց ասելով, Պուտինի ասելով պրոռուսական ուժերին, որպեսզի հետ ողորմե արվի, այս իրենց որոշումները կասեցնի, որտեղ հաշվարկը ինքան վատ։ Այդ եմ հարցնում, հաշվարկը դա է։ Ենթադրաբար, հա, բայց իրանք այնքան վատն են, ասենք այնքան հին են, հիմա միաժամանակ, որ վերլուծում ես ինչա կատարում, իրանք միաժամանակ 3-4 սցենար են աշխատացրել։ Միաժամանակ 3-4 սցենար է աշխատում, որոնցից, սենց ասեմ, այնտեղ իրար հակասող կետեր կան, որոնք իրանք իրանց զրոյացնում են։ Միաժամանակ խոսացվում է նրա մասին, որ Ռուսաստանը շատ վստահելի է ոչ մի դեպքում եւ իրական հայ ժողովրդի բարեկամը Ռուսաստանն է բան, ու միաժամանակ Ռուսաստանը հիմնականում խփում է ում։ Հիմնականում խփում է այդ գազի բանի պատմությունը, այդ կոպիտ ասած իրանք ժողովրդին են խփում։ Իրանք ոչ մեկին չեն խփում։ Հիմա ասենք, ինչ աշխարհը փակվում է, հապրծնում է, շատ տրամաբանական հարց եմ տալի, ասեք չի, միջև հիմա ոչ մեկ չի ֆայմել, մեր մոտ էլ քաղաքական պայքարն է ճուլով։ Լավ որ ասում եք գազը կփակեն ընկեր։ Ինչա բանը վերջանում է, ամսի հունիսի 8-ին Արմագեդոնա պրծնում է սա։ Այսինքն հունիսի 7-ից հետո կյանք չկա ու Ռուսաստանը ինչ էլ չի ուզենալու Հայաստանում վարկանիշ ունենա։ Եթե հունիսի 7-ին հաղթի օրինակ չգիտեմ ԿՊ-ն եւ ոչ մի ռուսական ուժ չանցնի, ասենք չգիտեմ, անցնի Նիկոլը, անցնի Արամը Զավենիչը, անցնի մի օքել անցնի ինչ-որ քաղաքական բաներից, ասենք չգիտեմ, ԱԲԺ-ն, որպես այդպես փախած բան։ ԱԺԲ-ն, неважно։ Այդ իրեքով որ անցան, всё, հա դուք գազը անջատելու եք ու վերջ էլ Հայաստանի համար Ռուսաստան էլ չկա, դուք խաղից դուրս եք գալիս։ Ինչն է իմաստը։ Ինչ եք այս շություն դուրս տալի։ Իմ մոտ մենակ հարցը է դա Կիրիենկո Kinder Surprise-ին բռնես ասես, «Ախ, քեզ դրել էշի տեղ»։ Խելոք տղա էր վախտին։ Այդ որ օրինակը բերեցիք, որ իրար հակասում են, Զախարովայի խոսքը հիշեցի։ Կաշոլկը со Старой площади։ Ասում է դուք մեզ վստահեցնում եք, որ շարունակում է Հայաստանը լինել Ռուսաստանի գործընկերը եւ Ռուսաստանի դեմ ոչինչ չի անի։ Մենք հավատում ենք գործերին, ոչ թե խոսքերին։ Այստեղ շատ հետաքրքիր է Ռուսաստանը։ Ու ինչը ձեզ Նիկոլը չի բավարարում։ Չէ, բայց նաև Ռուսաստանը խոսքերը Ռուսաստանի այլ են, գործերը տեսնում ենք այլ են։ Խնդիրը նրանում է, որ 20 թվականից են երևի թե գործերը այլ։ Չգիտեմ ինչա, չէ, 20 թվականից ավելի շուտ է։ Ավելի շուտից են այլ։ Ավելի շուտ է, իհարկե Նիկոլը հա։ Նիկոլը եկել է, էջ բանի Սերժներն են ստորագրում Եվրոասոցիացիան։ Վիրուսում ենք պետք է Եվրո։ Տեսեք, այստեղ հարցը գիտեք որն է։ Իրանց հաշվարկը իրականում այն զանգվածի վրա է, որոնց ես կոչում եմ տիրանազավրներ։ Այսինքն իրանք շատ վաղուց Հայաստանից գնացել են, շատ հին են։ Ու իրանց հայությունը մենակ ծիրան ուտելու մեջ է արտահայտվում։ Իրանք այդ տիրանազավրներն են, իրանք հունիսին ծիրան են ուտում, դրանով ապացուցում են, որ իրանք հայ են։ Ուրիշ հունիսին, հա։ Իրանք ուրիշ հայության հետ կապ չունեն։ Դրանք ուղղակի հիմա այդ մարդիկ եթե այտենց Ռուսաստանում բանի մեջ են, հիմա իրաց ճնշում են, ասում են գնացեք Հայաստան բան արեք, քվեարկեք ռուսական կուսակցության օգտին, էտա։ Պարոն Սարգսյան, Ռուբիո եւ Թրամփ։ Ռուբիոն 3 փաստաթուղթ ստորագրեց, արագ կես ժամ 40 րոպե, պարզ չէր, եկավ նախաստորագրեց եւ դրանից հետո էլ Թրամփը ուրեմն ասեց, որ Նիկոլը հենց Նիկոլ բառն էլ օգտագործեց անունը։ Վերջի քաղաքական գործիչը Եվրոպայում ում աջակցել է Սպիտակ տունը երջանկայիշատակ Օրբանն էր։ Ну, ոնց երջանկայիշատակ չէ։ Իր պաշտոնը որպես քաղաքական մահը, в общем, գրանցված Օրբանն էր։ Դա լավ չի։ Ուղղակի պարզա, որ ինչ որ մի բան պետք է լիներ։ Չէին կարա իրանք, չէին կարա Հայաստանը միանգամից հանձնեին Եվրոպային։
Չին կարող։ Եվրոպայի։ Հա, բա մայիսին դե եվրոպական այդ բաններ, չէ, 40 ղեկավար ստեղ էին Կանադայով, Մանադայով, Կարնին եկավ, թափ տվեց Ամերիկայի վրա մատ, արմունք, ինչ ասես, ինձ թափ տվեց։ Դե հիմա մի ձև պետքա բանանային։ Ռուբեն շատ հետաքրքիր էր, Ռուբեն իրականում Հնդկաստանից էր գալիս, այնտեղ տեխնիկական նյուանսներ կան, հələ որ ոչ մեկ չի հերքել այդ բանը եւ մեծ հավանականությամբ տեսեք, քանի որ ամբողջ օթային տարածքը փագա, ինքը ստիպված բանը ինքը եկել այստեղ ուղղակի լիցքավորելու ավիացիոն կերասին, տենց է ստացվել։ Իրան տենց էր պետք, ինքը ուրիշ ճանապարհ չուներ, ինքը տենց բարձր լեռնային գոտիներով անցել ինքնաթիռ, այդ ժամանակ երբ որ տեղա հիմնականում ամբողջ բանը չի լցվում, ծավալը բանի վառելիքի ինքնաթիռի մեջ, որտեղ այնտեղ կարող խնդիր լինի, եղանակի փոփոխություն, բան, վթարային վայրեջ, ինչ որ միտեղ, տենց է ստաբիլ բան։ Մա եկել է լիցքավորման, բայց տարածաշրջանում ուրիշ երկիր չկա, որտեղ ինքը կարող նստի, ինչքան էլ որ բան անեն, ինչ որ ձև անեն, որ ստեղ ինչ որ իրանք բարեկամ ունեն, միակ ոչ թշնամի ու դրական Ամերիկային վերաբերվող երկիրը Հայաստանն է։ Ասես ձերի հետ էլ ինչ թղթեր ունեք, այդ թղթերը ձևակերպ, այդ թղթերը ընդհանրապես ոչ բան չի եղել, ընդհանրապես ոչ մի բանի մասին են, այն բանի մեջ վերնագիր են փոխել։ Չէ։ Մի հատ թղթի մեջ վերնագիր են փոխել, սարքել են համապարփակ, ստրատեգիական։ Այն մնացած այդ նախաստորագրություն, ժողովուրդ նախաստորագրություն, ոչ նախաստորագրություն։ Բայց այդ հանքանյութերը ինչ է։ Դա ինչտեղ էլ է, դա վաղուցված ցանկությունն է։ Հայաստանի վաղուցված ցանկությունն է, ես դու գիտեմ ջերմ բարևները, այն մարդուն որ վաղուց այդ ծրագրի վրա աշխատում է, բայց չեմ ասի ուղղակի, որտեղ գիտեմ որտեղից է դա դուրս գալիս, մենք ունենք այդ խնդիրները բազմից խոսացվել են բաներներ, բայց դա բավարար չի, այդ լավ է իհարկե որ դա կա, դա հետագայի համար է, Տրամպի ժամանակ ոչ բան չի լինի, ինքը ունակ չի, ինքը փող չունի, ինքը մինթերմը կրվում է, ել եմ կրկնում, Տրամպը որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ բյուջե չունի։ Ինքը դիմասնավոր ընկերություններին բերի, ցավոք սրտի, եթե իր բերած ընկերություններն են Կուշներ-մուշներներն են, դրանց էլ հետո դատելու են, այսինքն այդ բոլոր ծրագրերը, որոնք կապված են Կուշների հետ, այդ թվում տրիպի մեջ, բան, այդ բոլորը փակվելու է, այդ մարդիկ բոլորը նստելու են։ Դրա համար առանձնապես հույս պետք չի դրա հետ կապել, տրիպը պետք չի աշխատացնել, տրիպը պետք է ձգել, մինչև Տրամպը գնա։ Հետո Տրամպը կգա նորմալ իշխանություն, իրանց այդ նորից պետք է հասկանալ ինչա պետք է անել, որովհետև Քուշները չի կարա լինի այդ ճանապարհի վրա նստած, այդ մեկ։ Երկրորդ այդ ճանապարհը չպետք է այդտեղ լինի ընդհանրապես։ Երրորդը, ես ձեզ բան եմ ասում, ես գրեթե երբեք չեմ սխալվում։ Սպասեք, Ադրբեջանը քանդվում է։ Մի վռազեք։ Ոչ մի բան պետք չի Ադրբեջանին տալ։ Ոչ մի բան պետք չի Ադրբեջանին։ Ինչից եք եզրակացնում, որ Ադրբեջանը քանդվում է։ Մի օրինակ։ Չէ, դա օրինակով չէ, այդ բաներ են։ Նախազգացումներ։ Չէ, նախազգացումներ չէ, վերլուծության արդյունք է, այդ ոչ մի օրինակով է, ոչ նույնիսկ մի ժամվա մեջ չեմ կարա բացատրեմ, բայց երկրի հիմքերը այնտեղ սասանված են, ինքը չի կարանալու բան անել։ Այն պահին, որ ինքը սահմանը բացեց, ինքը չի կարա փակ պահի մեջ սահմանը։ Իրամոց սկսվում է, հիմա արդեն սկսվել է անվերադառնալի գործընթաց։ Ինքը վաղուց Ռուբիկոնը անցած է, վաղուց։ Ինքը Ռուբիկոնը անցել է 20 թվականի սեպտեմբերի 27-ին։ Սահմանի մասին։ Խոսքը գնում է Ադրբեջանի Հանրապետության, որը դուք հիմա իրան որպես այդպեսին գիտեք, որը Նիկոլը, չգիտես խի հաուզում է ճանաչացել։ Դե ճանաչել արդեն։ Դե չէ, в смысле ճանաչել, հասկացա ճանաչել։ Ինչ մնաց Թրամփի վճռական աջակցությունը։ Հիմա Ալմատայի բանով հռչակագրով է ճանաչված։ Այսինքն ինքը ճանաչված է հիմա, որովհետև դե Սովետը քանդվեց, այդտեղ որոշն էին, որ Ադրբեջան պետք է, բայց Ադրբեջան որպես այդպեսին ինքը ֆեյք կառույց է։ Գրեթե բոլոր ֆեյք կառույցները, որոնք ստեղծվել են առաջի համաշխարհայինից հետո, իրանք պետքա վարի գնան։ То есть դա անվերադառնալի գործընթաց է սկսել։ Այս ամբողջ պատմությունը ֆորմատը փոխելու, որովհետև նույն ՄԱԿ-ի դերակատարումը ընկել է, որտեվ ժամանակին ազգերի լիգայի դերակատարումը տեղ չհասավ, այսինքն ազգերի լիգան չկարողացավ կասեցնել սովետական միության հարձակումը Ֆինլանդիայի վրա, չկարողացավ Անտանտի անդամ Հայաստանի անեքսիան Թուրքիայի եւ բոլշևիկների եւ կեմալիստների միջև կիսելու եւ ոչնչացնելու բան, այդ բոլորը ազգերի լիգան չկարողացավ անել։ Այդ հիվանդությունները տեղափոխվեցին ՄԱԿ-ին։ ՄԱԿ-ը արեց ամենամեծ սխալը, այդ ռումբը, որը դրված է, ՄԱԿ-ը առանց տեղում բնակչության կարծիք հարցնելու ստեղծեց Իսրայել։
Հիմա այս ամբողջ պատմությունը նրա մասին է, որ երբ որ այդ խնդիրը բարձրացավ, իրանք փորձեցին այդ բան, իրանք այդտեղ է ժառանգությունը ազգերի լիգայի եւ ՄԱԿ-ի, որ ինչ որ որոշումներով երրորդ բանի տարածքում ինչ որ այլ բնակչություն, որը вообще կապ չունի, տեղյակ չի, քեզ ոչ մեկ չի քվեարկել, իրանք քեզ չեն ճանաչում որպես իրանց վրա լեգիտիմ ուժ կիրառելու մարմին, բայց դու նստած ես ինչ որ Նյու Յորքում, թե Սան Ֆրանցիսկոյում, թե Ֆիլադելֆիայում, որոշում ես, որ այդտեղ պետք է լինի Իսրայել, մեկ է դու քո համար ապրում ես, ինչ որ գալիս են մարդիկ անհասկանալի, քեզ տնից հանում են զենքի տակ։ Ու դե ստեղծում են ինչ որ պետություն, որը երբեք չի եղել։ Հիշեցնեմ, Իսրայել անվանունով պետություն երբեք չի եղել մինչև 48 թիվը։ Չի եղել։ Չի եղել, եղել է Իուդեա, եղել է չգիտեմ ինչ, եղել են ուրիշ անուններով ինչ որ բաներ, բայց Իսրայել անունով պետություն չի եղել։ Եվ ամենասկզբից բոլորը մոռանում են, որ 600-ից 800 հազար մարդ ովքեր ապրում էին այն տարածքներում, որը չգիտես ինչի ՄԱԿ-ով որոշեցին, որ այդտեղ պետք է լինի Իսրայել, դրանք են մեկ ամսվա մեջ տեղահանվել։ Էթնիկ զտում է տեղի ունեցել այդտեղ։ ՄԱԿ-ի թղթով, ՄԱԿ-ի որոշումով տեղի է ունեցել Ամեն դեպս Նետանյահուն այս երկու օրը ինքը ռազմական հանցագործ է հաջողել։ Ինչ որ կարծեմ հաղորդման մեջ էր, հյուր էր հաղորդման մեջ եւ ասեց արդեն ոչ միայն տարածաշրջանային մենք հզոր պետություն ենք, այլ կարելի ասել ընդհանրապես հզոր պետություն։ Հա, բանի Ալֆա Ցենտավրայում են 50%-ն էին Գազայի վերահսկում, հիմա 60-ն ենք վերահսկում, այնտեղ ասեցին 100%, հաջորդը լինելու է 100, ասես չէ, 70%-ն է լինելու։ Հրաշալի է, բան չկա։ Ինքը կարա ինչ ուզում ես ասի։ Ուղղակի ժամանակին Իսրայելի հանդեպ դրական վերաբերմունք ուներ Եվրոպայի եւ Ամերիկայի 70%-ը, հիմա 15%-ից քիչ է։ Կարծում եք դա ժամանակի հետ։ Դա կարծում եմ չէ, վստահ եմ, որ Իսրայելը կրկնում է Երուսաղեմի թագավորության ճանապարհը։ Դուք միշտ եք դա ասում, դուք տեսնում եք, որ այդ գիծը շարունակվում է։ Եվ ասեմ ձեզ, այդ գծի շարունակության նույնիսկ այդ գծի ավարտից շուտ ոչնչացվելու է Ադրբեջանը։ Իրենք փոխկապակցվածություն ունեն, թե պարզապես զուգահեռ պրոցես են։ Ադրբեջանը գոյություն ունի, շատ վաղուց գոյություն ունի, այնքանով, որքանով ինքը հետաքրքրում է Իսրայելին։ Այս մենք ինչ որ տեսնում ենք Ադրբեջանը, որովհետև Թուրքիային հետաքրքրող Ադրբեջանը սա չի։ Թուրքիային հետաքրքրող Ադրբեջանը խելոք վիլայեթ է։ Որ դու կարիք չունենաս ապշերուն զանգես, ասես քեզ խելոք բայ, որ դու միշտ Անկարա զանգես։ Թուրքիային հետաքրքրող Ադրբեջանը դա չի։ Մոսկվային հետաքրքրող Ադրբեջանը դա չի։ Թուրքական աշխարհին հետաքրքրող Ադրբեջանը դա ընդհանրապես է, որ Աստանա է զանգում, ասում ես մի հատ ապշերոնում ապրող ցեղերին ասա, որ իրենց խելոք։ Նույն Ալիևը էլի ես քանի օրը ասեց մենք այն բացառիկ պետություններից ենք, այդ իրենց ամսի 28-ի հետ կապված, ամսի 28 էին որոշել իրանք, որ իրենց ազատագրված, մի խոսքով լավ, կարևոր չի ինչի հետ կապված, նա ասեց, որ բացառիկ երկրների թվում ենք, որը իր սեփական քաղաքականությունն է վարում։ Դա ինձ դրա համար եմ ասում։ Մենք մեր քաղաքականությունն Հա, ինքը կար ինչ ասես ասի։ Այդ հասման դու։ Ոչ Ռուսաստան, Բելարուսի պատմություն։ Հիշում եք, չէ՞, տան դու ասում Հայկ ջան, բայց դու 72 տարեկան ես, իրեք սիրածին ինչ ես անում, ասում դե հարևանս 84 ունի։ Ասում դու էլ ասա որ ունես։ Ասելու։ Դե հիմա ասում է, ինքը ինչ քաղաքականություն կարա վարի։ Շորտ իր սահմանները փակ են։ Ինքը քաղաքականություն չի վարում։ Ինքը բանը համակենտրոնացման ճամբար է իր ժողովրդի համար։ Դե Վրաստան սկսեց գնաց աշխատելը, դա իրենց մոտ մեծ իրադարձություն է։ Պատկերացնում եք, որ Վրաստանի սահմանը գնացքով բացվում է։ Հիշեցնեմ ձեզ, դա նշանակում է, որ դու միևնույն է, տոմս ես առնում անձնագրով, քեզ թույլ են տալիս այդ տոմսը առնել, ոչ թե սահմանին վրա են նույնիսկ հետ պատտում են, քեզ թույլ են տալի դա առնել, թե չառնել։ Այստեղ խնդիրները ահռելի են։ Գովաս հայտարարային եթերում ռազմական շքերթին կանդրադառնանք եւ հացադուլին կհանդրադառնանք բոլոր հարցերին, որոնք առաջին Տրամպին անդրադարձանք, չէ՞։ Տրամպը դե հա, Տրամպին դու Կորբանով Հա, դե որովհետեւ պետք չի ուշադրություն, Տրամպը այսօր մի բան ասում, վաղը մի ուրիշ բան ասում։ Ամենայն դեպս հարկամարեց իրաջակցությունը հայտնել Փաշինյանին։ Ինձ թվում է մեզ էլ են լսում ստեղ դեսպանատանից ասում են այն բանին ասեք, որ ինքը հաջողացրել է Հայաստանում Ամերիկայի վարկանիշը զրոյացնել, հասնել այնտեղ, որ եթերից Ամերիկան սկսեն տշել։
Ինչ որ մեկը այնտեղ հասկանում է, չէ՞ որ չի կարելի դա անել, որովհետև տարածաշրջանում ոչ մի արևմտյան նույնիսկ մի քիչ արևմտյան արժեքներին բանանող երկիր Հայաստանից բացի հենարան չունի։ Համենայն դեպս Փաշինյանը համարում է շատ մեծ ձեռքբերում այդ թրիփի հետ կապված նոր ստորագրությունները եւ այլն։ Գովազդի եթերում սիրելի բարեկամներ, կվերադառնանք տաղավար, կշարունակենք զրույցը, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, պարոն Կարեն Սարգսյանի հետ ենք զրուցում, սոցիոլոգ վերլուծաբան։ Եվ այսպես մեկ շաբաթ է մնացել մինչ ընտրությունները, մենք ունենք հացադուլ հայտարարած Արթուր Օսիպյան կալանավայրում է գտնվում։ Ճիշտն ասած, շատ մարդիկ հայտարարություններ են անում ի պաշտպանություն պարոն Օսիպյանի եւ չգիտեն էլ ինչպես կարող են ազդել այս իրավիճակին, չեն հասկանում, այո, ինչ է կատարվում։ Ընտրի հետևյալն է, տեսեք, ես չեմ հասկանում ինչի համար էր պետք իրեն ձերբակալել, իրոք չեմ հասկանում, այն ինչ որ ասում են, այն ինչ որ ցույց են տալիս, այն ինչ որ մանենում, եղբայր, լավագույն դեպքում դա ինչ որ նկատողություն անելու թեմա, որտեղ ինքը քաղաքականապես ակտիվ մարդ, մեկ, երկու ինքը նենց չի, որ հակահայկական ինչ-որ բան արի, հասկանում եք նախընտրական շրջանում նույնիսկ բան չի, եթե տենց նայում եք վարչապետի վրա բղավել է, հայոյել է բանը, ինքը վարչապետ չի, ինքը ման հարցակուրտում է իրական, նախընտրականի մեջ։ Ինչ հարցակուրտի մեջ, ասենք որ գնաս ցանկացած սրճարանում քեզ կարան չսպասարկեն։
որտեղ նախընտրական է։ Ու դա քո վարչապետ լինելու կապ չունի։ Ոնց որ եւ Ռոբիկը կարա մտնի ռեստորան, կարան ասել ռադքաշիստից մենք քեզ չենք սպասարկում, դու ռուսական ագենտ ես։ Ու դրա համար ոչ մի բան չի հասնում, սա նախընտրական է, սա խոսքի ազատությունն է, սա խղճի Այդ ամեն ինչը Փաշինյանը չի հասկանում։ Ես չգիտեմ հասկանում, թե չի հասկանում, ես չգիտեմ իր ներքին աշխարհը ինչի շուրջ է կառուցված։ Չէ, բայց դա բացի Օսիպյանին վնասելու։ Օսիպյանը տեսեք, Փաշինյանին էլ է վնասում։ Վնասում է ամբողջ գործընթացին նախընտրական։ Ես ասում եմ, որ դա Սա մի քանի շերտ ունի։ Կարա դիտարկվի որպես քաղբանտարկյալ։ Այո։ Եվ իրոք եմ ասում, քանի որ հայտարարությունները, որ այդ մարդը արել է, ոչ մի կերպ ես չեմ տեսնում դրանց պրոբլեմը Հայաստանի համար։ Լավ, ես ասեմ, բազմաթիվ ԶԼՄ-ներ կան, քաղաքական եւ ոչ քաղաքական գործիչներ կան, տաքս ու վարորդներ կան, գյուղերում բիձեկ կան, որոնք շատ ավելի կոպիտ, շատ ավելի ոսկեղենիկ հայերենով նույն բանը ասում են, կան մարդիկ, ովքեր պատրաստ են, ասենք, շատ ավելի ծանր քայլերի գնալ։ Հենց ես այդ մարդուն բռնում։ Ինչ ես ուզում ապացուցես։ Ինչպես կարելի է դրան հակազդել։ Վաղը պետք է դուրս գա։ Վաղը չէ, այսօր էլ կհասցնեմ աշխատանքային օրա, մինչև եթե դուրս գալ։ Գալիս ես դուրը բացում ես կամերաս, պես ներող աղբերս ինչ եղավ չի, անցած լինի գնա։ Всё, պրծավ, ինչ է կանում, արա, ինչի մար։ Ինչն է ձեզ անհանգստացնում Արթուր Օսիպյանի մեջ։ Ինչն է կոնկրետ, չգիտեմ ինչ ասել, իրա կողմնակիցը չեմ, մի անգամ եմ եթե արել եմ, չեմ արել, չեմ հիշում, մանավեճի ժամանակ շփվել եմ, չեմ շփվել, հարց չկարա, ով ուզում ա լինի։ Ով ուզում ա լինի, դու ունես կոնկրետ միջազգային ռազմական հանցագործին աջակցած Սուքիասյան Խաչատուր, որը նստած չի ու իրան լավ ազգում, արա ինքը փողա տվել, որ ընդեմ երեխա բռնաբարեն մարդ սպանեն, ռուսներին այդ փողը տվել է, քանի այդ մարդը փողոցում քայլում է դուրսն է, Արթուր Օսիպյանը, որը քեզ արամարայա ասում, քիա նստած։ Ես էդ եմ ուզում հասկացնեմ այս իշխանություններին, որ տղեկ չի կարա Մուսոլինիի սկզբունքը աշխատի, որ ընկերներիս ամեն ինչ իսկ բոլոր մնացածին բացառապես օրենք։ Դու չես կարա օրենքի վերջի ստորակետի համաձայն քեզ դուր չեկած մարդուն տանես գցես պրեսի տակ, իսկ քո կողքը ռազմական հանցագործին ֆինանսավորողին ձեն չանես, ասես դեռ նորմալ է։ Ոչինչ, այդ տենց էր պետք Հայաստանին դա ձեռը տալի, եղբայրը Հայաստանին ձեռը տալի, որ նախընտրական շրջանում Արթուր Օսիպյանը չդիտարկի որպես բան, քաղաքական բան բանտարկյալ կամ քաղաքական հայացքները արտահայտելու համար քաղաքական, սոցիալական, տնտեսական հայացքներ արտահայտելու համար նստած մարդ։ Դա Հայաստանին ավելի է ձեռ տալի, քանց որ Խաչատուր Սուքիասյանն լինի կողքդ։ Լուծումը պարզապես չեմ տեսնում։ Ես ձեզ ասում եմ լուծումը։ Վստահեցնում եմ ձեզ, որ դա ճիշտ է։ Չէ, դա հոգոր է, դուրը բացում եք, ասում եք ներող ապեր, ինչ չեղը չի եղա, անցած լինի։ Են գիտեք տենց անեկդոտ կա, որ ավարեր ճակատամարտի հաջորդ օրը Վարդան Մամուկունյանն այս դուրը ծեծում են, բացում է, տեսնում է փղերն են եկել։ Ասում է Վարդան ջան, երեք խմացեինք, ներող կլինես։ Դուրը բացվում է, գնացեք դուրը բացեք, ախպեր Նիկոլա դու ներողություն չխնդրի, մեկը դու իր տեղը գնա, ասենք տակացած էինք, ոբշմ ինչ եղե չի եղե անցած լինի։ Մեկը այս երկիրն է ոչ մի տեղ չեք գնալու, եթե երկուսդ էլ այս երկրի համար պայքարում եք, ես ձեզ հիշեցնեմ, որ պրոբլեմի դեպքում ոչ մեկից չեն հարցնելու, դու սենց ես ասել, նենց ես ասել, դու սերա կողմնակից ես եղել, նրա կողմնակ, հանելու են սրի սաղիտ, նույն ձև հավասարը պես։ Ուրիշ բան չկա, ասենք ռուսամետները կփախնեն Ռուսաստան, մնացածին սրի են անելու։ 3 մայիսի 28-ն էր, ռազմական շքերթ էր, այո, նոր սպառազինություններ տեսանք եւ շքերթը ռազմական շքերթը ավարտվեց խաղաղության աղավնիներով։ Դա ոչ խնդալը։ Էլի պետք է կրկնեմ, ասում Հայաստանի վրա որ տենտ գցես դառնում է կրկես, 4 կոմը պատշարես կլինի բան, գժանոց։ Ռազմական շքերթը ավարտելով խաղաղության աղավնիներով գոնե հասկանում են ինչ մեսիջ են տալի։ Այդ նշանակում է, որ բոլոր այն բաները, որոնք մենք ասում ենք այս այդ հեչ խաղաղություն բան այդ հեչ, էս է տակը։ Չի կարելի տենց բան անել։ Չի կարելի խաղաղության աղավնի անել, երբ որ դու անում ես բան։ Ասենք չգիտեմ, կործանիչներ կամ
մեքենական հրթիռներ կամ հրետան։ Ինչ ես ուզում ասես։ Խաղաղ Այդ ասում ես, որ այս ամեն ինչը չի աշխատում, հա, մուլաժ, հա։ Թե որ մենք ինչ, թե ինչ ենք անում։ Մեր նպատակները։ Մեր նպատակը ո՞րն է։ Հասկանում եք այդ մանկապարտեզի մակարդակի այն որ սովետում դրան ասում էին շնորհանդես ռուսերենով հիմնականում ուտրինիկ որ կուչը մալա սաղ սենց վինիգրետ են խառնում սալյանկա են սարքում որ էսել տենց չի կարելի սա խառնել իրար խաղաղություն ես ուզում եղբայր հանում ես բացառապես ասենք չգիտեմ այն ստորաբաժանումները ովքեր լավ բան ունեն նվագախումբ ունեն Սիրուն արկեստրովկա ունեն, սիրուն տենց քայլում են, գերմանական տիպի բան դասական են, ոնց որ մեր հատուկ վաշտն անում, ինչ-որ տենց երկու հատ բան արեք, գնացեք վերջ, Միկի Մաուս հանեք, փողոցներում թող մանգա բան վաճառեք, պաղպաղակ վաճառեք, եթե հանում ես, ասենք, զենք, վերջում ղուշը քեզ բերում արա, ում ես խափում, ինչի մար, Այդ մեկ, երկու, հրաշալի է, նոր զինատեսակներ, բաներ, պարսկական հոպ, ֆրանսիական հրետանի, հնդկական ԱԹՍ-ներ, չինական ԱԹՍ-ներ, հայկական ԱԹՍ-ներ, շատ ուրախացել։ Բայց մենք բոլորս հասկանում ենք, չէ՞ որ սա ուկրաինական պատերազմը, բոլորս, ուկրաինական պատերազմը որ նայում հասկանում որ օքեյ, սա լավ է, բայց սա չի։ Տակը բան կա, որ պիտի փոխվի։ Կադրային քաղաքականությունը պետք է փոխվի։ Ոնց ասեմ, թվայնացումը պետք է դուրս գա որակապես 2-3 մակարդակ ավելի բարձրի կանց հիմայա։ Դու չես կարող ոչ միայն ԵՀՏՄ-ում եւ ԵՄ-ում մնալ, այլ չես կարող նույնիսկ սովետական ռուսական արտադրության հոպը եւ ֆրանսիական հրետանին եւ հոպը պահես նույն համակարգում։ Դրանք նախատեսված չեն մոդուլյացիայի համար։ Կամ դու պետք է ստեղծես քո սեփական թվային կառավարման այդ համակարգը, որը կոչվում է C4։ Կամ պետք է գնաս ֆրանսիացիքին ասես արի վերջ բրծավ, արի սարքի։ Արի կծի մեզ, այնց որ ֆրանսիական բանակի հետ մենք խնդիր չունենանք։ Որ կամ եվրոպական բանակի։ Դու չեք ուզում Ֆրանսիան կարող է ինչ-որ խնդրեմ ունեն ինչ-որ մարդիկ Ֆրանսիայի հետ, չգիտեմ, Կանզասի հետ են աշխատում, թող ՆԱՏՕ-ի ստանդարտով լինի, ամերիկյան եւ ֆրանսիական, լեհական, էական չի։ Ինչ-որ միտեղ գնաց եք արա, չեք կարող օտում մնաք։ Բանակը այդ են բանը չի, որ դու կարաս օտում մնաս։ Ղշերով ոչ մեկին չես խափի։ Կգան փիդրեն այդ ղշերին։ Այդ աբսուրդ է։ Հասկանում եք ցանկությունը ամեն ինչը խառնել մի հատ բանի մեջ, մի կաթսայի մեջ չի լինում տենց եղբայր չգիտեմ տապակած կարտոֆիլը խտացրած կաթով չեն ուտում չի լինում դա տենց քաղաքական նպատակներ հետապնդող ռազմական շքերթները պետք է արգելել ամբողջ աշխարհում ինքը կամ ռազմական է կամ քաղաքական է Եթե քաղաքական է, ղուշանի, խաղացուն ես խոսում, ղուշանի։ Եթե ռազմական է, մի շիզոֆրենիկ բաներ արեք։ Հանեք, զենք հա, աղբերի, թողեք, որ մենք նայենք, հասկանանք, որ ես զենք է, ոչ թե, այդ բանն է, ոնց որ օրիորդապանդես աղջկան, հետո պարզի, որ դու տենց դրա համար չէիր օրիորդապանդում։ Համենայն դեպս տրամադրությունը ժողովրդի լավն էր, բարձր էր։ Տակ խնդիրը նրանում է, որ այո, լավն է, դրական, այո, ինչ-որ Եվ քանի որ քաղաքականորեն այս ամիսը շատ ուժեղ է, շատ հզոր, այդ վերջում իրանց սիրած նարնջագույն ներկայացնել եկավ, Ռուբիոն էլ եկավ։ Սկսեց եվրոպացիներից ի դեպ, 4-ից 5-ից։ Հա, դե եմ ասում, սկզբից Եվրոպաներ, բան, ամեն ինչ լավ է, սաղ ցենտրը, հիմա Ռուբիոն էլ եկավ, թույլ տվեց, որ իր ինքնաթիռը քո բանով լցվի, հարց չկա, եկամ թուղթել ստորագրեց։ Կարիք չկար քաղաքական այս բաները անել։ Չէ, վերջում էլ աղավնիներ։ Չէ, ինչ գեղեցիկ էր։ Իմ ու ձեր պատկերացումները գեղեցիկի մասին խիստ տարբեր են։ Գիտեք ինչու, որովհետև ինձ թվում է դուք բան եք, աշխատանքի բերումով շատ քիչ եք լինում քաղաքում, դուք մոռացել եք աղավնիներից ինչ է լինում։ Մեր Բաքում աղավնի պահող կա, ասեմ ձեզ։ Հա, բան է, տենց։ Մենք տեսնում ենք։ Աղավնին այնց բան չի էլի, որ հասկացանք, բայց դա ասենք։ Խաղաղության խորհրդանիշ։ Այո։
Ну, Շնորհակալություն, պարոն Սարգսյան։ Չվախեք, լավ Չէ, չենք վերջացրել։ Այո, չէ, Մենք ռուս-ուկրաինական պատերազմում զարգացումներ ունենք եւ Թրամփ-Իրան երևի թե ուզում եմ ասել Միացյալ Նահանգներ Իրան, բայց երևի Թրամփ-Իրան։ Այստեղ խնդիրը եկեք բանից սկսենք ուկրաինականից, որտեղ այնտեղ կարող է քանի անգամ բալդի թեմային ժամանակ չի մնում։ Ուկրաինայում երկրորդ ամիսն է արդեն իրավիճակը կտրակ փոխվել է եւ չի դժվում։ Այսինքն որոշ վերլուծաբաններ, որոշ ռազմական խնդիրներով հետաքրքրված եւ ուսումնասիրող մարդիկ սա մեկնաբանում են որպես Ռուսաստանի ողնաշարի կոտրվել։ Վտանգները երկուսն են, մեկ, որ Ռուսաստանը մոբիլիզացիա կանի, որը վտանգ է ներքին Ռուսաստանի քաղաքացիների համար, երկու, որ Ռուսաստանը որպես ծանր վիրավորված առնետ, որը անկյունում սենց փակված է, կսկսի քայլեր անել, հարձակվել այլ եվրոպական երկրների համար, վրա, որպեսզի հակադարձ ինչ-որ բանի ժամանակ, նենց չի, որ ինքը ուզում է խորը պատերազմ անի, ինքը ինչ-որ բաներ պետք է անի, պրովոկացիաներ պետք է անի, որի արդյունքում հետո հանգցնի ամբողջ կոնֆլիկտը, բայց իր ներքին սպառողի համար սա պետք է ներկայացվի որպես տեսակ դե ՆԱՏՕ-ն մեր վրա ամբողջությամբ հարձակվեց, իսկ մենք դեռ պատրաստ չենք։ Այսինքն ինքը պետք է հարվածի ստեղ ընդեղ ՆԱՏՕ-ի երկրներին դրոներով, բանով։ Դե այսօր Ռումինիայի վրա։ Դա Ռումինիայի վրա, Էստոնիայի վրա, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի ինչ-որ sense բաներ պետք է անի, որպեսզի ընդեղից ինչ-որ ծանր արձագանք կա եւ դե իրանք ներքին շուկայի համար ասեն դե ամբողջ ՆԱՏՕ-ի դեմ հիմա չենք կարակարվենք, դե մենք էլ մոբիլիզացիա ենք անում, հիմա պետք է շունչ քաշենք, հանգստանանք, եկեք բան անենք, սա մի քիչ կանգնի, այսինքն պրովոկացիաներ եք համարում։ Պրովոկացիաներ են լինել, այո։ Եվրոպացիք ճիշտ է չեն ուզում ասել։ Այսինքն Ռուսաստանը այդքան ուժեղ է իրեն զգում, որ նա կարող է։ Սա ես բացատրեցի, որ թուլության նշան է։ Բայց ինքը պետք է ինչ-որ հաշվարկներ արած, Հաշվարկները կարողանա դիմալ։ Եվրոպայի կա որոշում, որ չեն մասնակցում։ Եվրոպացիք անտեսելու են։ Ու սա վաղուց է։ Եվրոպան չի մտնելու այդ պատերազմը։ Եվ սա Եվրոպայի թուլությունը չի, սա Եվրոպայի ուժն է։ Որտեղ Եվրոպային հասկանալի է, որ ինքը չպետք է հիմա թույլ տա, որ պատերազմի ֆոկուսը փոխվի դիվանագիտական կամ քաղաքական դաշտ։ Երբ որ ժամանակին Եվրոպան ասում էր արի դադարեցրու ինքը չէր անում, հիմա ոնց որ ասում են դե որ չէր անում, արի ասեմ։ Առավել ևս որ Ամերիկան ոնց որ թե ուզում է դուրս գա այդ բանակցություններից, այսինքն ապակայունացնող գործոնը նարնջագույն երիտասարդի սպիտակ տնից դուրս է գալիս, վերանում։ Ինքը ստիպված է լինելու հիմա կենտրոնացած ուկրաինական ճակատի վրա զուտ ռազմական լուծումներ գտնել առանց քաղաքականի։ Իսկ ռազմական լուծումներ ինքը չունի, այս պահին Ռուսաստանի ամսական կորուստը արդեն 3-րդ, 4-րդ ամիսն ավելի շատ է, քան ինքը կարողանում է մոբիլիզացնել, դա նշանակում որ ֆիզիկապես բանակի պակաս է, բացի դրանից որակյալ առումով որակապես բանակը նվազում է, տնտեսական առումով այնպիսին է վիճակը, որ նույնիսկ Կուրգանի եւ բանի մարզերը, որտեղ որ հիմնականում ծանր տեխնիկան է արտադրվում, տնտեսապես անկում է, այսինքն իրանց մոտ այդ ռազմական տեխնիկայի արտադրող մարզերն են դուրս գալիս արանքից, խնդիրը չի կարելի լուծել արդեն ապացուցված է, որ չի լինում, ոչ թե չի կարելի, չի լինում լուծել զուտ հրթիռային հարվածներով կամ դրոնային հարվածներով, առավել ևս որ Ուկրաինան կարողացել է դուրս բերել իր դրոնային զորքերը այն մակարդակի վրա, որ ինքը հաղթում է այդ պատերազմը։ Այսինքն ինքը ուղղակի հաղթում է այդ դրոնային պատերազմում Ուկրաինան հաղթում է։ Ռուսաստանը արեշնիկով հարվածում է ավտոտնակների հրաշոտ խնդրում։ Երկու դրվագ, մեկը Կիևի հետ կապված, որ Ռուսաստանը բոլոր երկրներին հորդորում է դեսպանատների աշխատողներին դուրս բերել, Կիևի թեման է, եւ երկրորդը Ռուսաստանը, Աֆղանստանը ստորագրել են ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր, կրկնում եմ, Աֆղանստանի հետ։ Ես չգիտեմ տալիբները ինչ բան ունեն, բայց ես չգիտես ինչի միջև հիմա վստահ եմ, որ տալիբների հետ բոլոր բանակցությունները եւ պայմանագրերը, որոնք կնքվում են, նույնիսկ Coca-Cola-ի, չգիտեմ, տեղեկեք, թե չէ, որ Ռուսաստանում աֆղանական արտադրության Coca-Cola կա, որ Աֆղանստանը օկուպացրել էին բաները, ամերիկացիները երկրորդ բան ինչ արել են, Coca-Cola-ի գործարան էին դրել։ Հիմա աֆղանական կոլան Ռուսաստանում Լավ, Ուկրաինայի վրա։ Տեսեք, չէ, այստեղ կարևոր բան չասեցի։ Աֆղանստանի հետ բոլոր պայմանագրերը հերոինի հետ են կապված։ Այսինքն Ռուսաստանը բան է անում,
մատակարարում պետական մակարդակով համագործակցումը բանի հետ, որպեսզի հերոինի հոսքերը վերահսկի տարածաշրջանը։ Եվ դե հիմնականում հա բերում է իր մոտելա ծախում, բայց ինքը նաև կարողանում է այդտեղ բանը։ Հիմա որտեվ վերնախավը զբաղվում է բացառապես փող դիզելով, ինչ չի որ չում։ Սամետ, ինչ վերաբերվում է բանին Կիևին։ Դիվանագիտական այդ բանը, առաջի օրերին եղել է դա։ Չէ, բայց հիմա ինձ ոնց որ ավելի ընդգծված են, ճիշտ է, շատերը ասեցին ուշադրություն չեմ դարձնի, Պեսկովը հարկամարեց մեկ անգամ եւս ասելու, գիտեք, դա շատ նման է, թե ոնց են իրանք մեր վրա փռշտում։ Ասենք հապարաշտում է ինչ կարա գազը փակի, տրուբետ կավկես գնաց դեպի։ Որտեղ այդ նույն լեգենդը արդեն չի կարելի վաճառել, ինձ թվում է, բայց հələ մարդիկ կան, գիտեք, այդ բանը դրա համար երևի թե նորից ասեմ։ Ռուսաստանը Հայաստանին էժան գազ է վաճառում, սուտ է։ Ռուսաստանը Գազպրոմը, Գազպրոմ Արմենիային 100% ինքը սեփականատերն է։ Բանով հաշվապահական հաշվարկի տեսանկյունից գազը վաճառում է այտենց ցածր գնով։ Բայց այդ գազը, երբ որ Գազպրոմ Արմենիայի հաշվից դուրս է գալիս, վերածվում է ֆինանսի ու գալիս է Հայաստանի բան, շուկա, ինքը հեչել այդքան ցածր չի 3 անգամ։ Ինքը հենց 3 անգամ բարձր է։ Մենք շուկայական գներով էս գազը սպառում ենք։ Այսինքն Գազպրոմը Գազպրոմ Արմենիայի հետ հարաբերություններում գազը ինքնարժեքով տալիս է, որպեսզի Գազպրոմ Արմենիայում գեներացված շահույթը, որը իրանց ձեռք է տալիս, կոնկրետ չգիտեմ, Միլերնա, ով է եւ այլն, այդ շահույթը ձևավորում է, Հայաստանից դոլարը առնում են, տանում լցնում են ինչ-որ իրանց մոտ, այսինքն այստեղ խնդիրը ուրիշ տեղ է լրիվ։ Գազպրոմ Արմենիան ստանում է գերշահույթ, այդ ուրիշ հարց է։ Իրենք զրկում են իրենց Գազպրոմ Արմենիային այդ շահույթից, փաստորեն։ Այդ չեն անելու։ Վապուշ չեն։ Այդ փողը մի մասը հետո Պուտինի տուն, եթե Պուտինը տուն ունի, կամ Պուտինի բունկեր։ Դե մեզ հետաքրքիր է եւ Ռուսաստանին ինչ է կատարվում եւ Իրանին։ Թրամփը Իրանի մասին ասել է։ Թրամփը Իրանի հարաբերությունները հետեւյալն են։ Վերջի 28-ից հետո փետրվարի որը 7 ամիսն օրը, 4 ամիսն օրը, այդ տարածություն։ Իրանին պետք է ավելի շատ հավատալ, քան Թրամփին, ասենց ասեմ։ Թրամփը ինչ ասում է կապ չունի։ Տեսեք Թրամփը օրինակ ասում է Հայաստանը կսարքենք Make Armenia Great Again բան, Նիկոլ Փաշինյան բան, իրան պետք չի հավատալ։ Ընդհանրապես, սուտ է խոսում։ Որտեղ ինքը մինչև հիմա, որ առավոտը արթնացնես ասես, բան ինքը կասի Ալբանիայի եւ Կամբոջայի միջև պատերազմը ես կանգնացրել եմ։ Լավ, Իրանի հետ 60 օրով որքան հասկացա էլի կանգնացրել են, չգիտեմ ինչ են կանգնացրել, հերթական անգամ են կանգնացրել։ Այդ թուրքվեք չասեմ ինչ են Եվ կանգնացրել։ Թրամփը Իրանի մասին ասում է, նրանք շատ խորամանկ են բանակցություններ վարելիս, բայց բոլոր հաղթանակները մեր ձեռքին են, կոզրները բոլոր մեր ձեռքին են։ Ասма չանցավ, ընդամենը քանի տարի Թրամփը հասկացավ, որ նորից եմ բացատրում, նորից խնդրում եմ, չգիտեմ, դեսպանատան երևում ես լսում են, թարգմանեք ուղարկեք սպիտակ տուն։ Իրանը ոչ միայն խորամանկ է։ Իրանը այս վերջի 5000 տարին տենց ապրում է։ Հավաքվեք ձեր վեշերը, Նետանյահուին հանձնեք Հաագա եւ հանգիստ ապրեք։ Իջեք այդ դրանց վզից, չեք կարանալու Իրանին ոչ մի բան անեք։ Պրոստը չեք կարողանալու, պետք է հետները պայմանավորվեք։ Իզուր տեղը սարքեցին Հորմուզի բանը պատմություն։ Հիմա ամբողջ աշխարհը տնտեսական ճգնաժամ է ապրում։ Թրամփը ասեց, եկեք մեզանից նավթ առեք։ Ոնց որ թե ոչ մեկ իրանցից նավթ չի առնում։ Ինչն է արդյունքը։ Հասկանում եք, ցանկացած պատերազմ, ցանկացած ազատագրական բան ինչ որ զավթողական, իմպերիալիստական, ցանկացած պատերազմ սկսելուց առաջ ինչ են ասում, որ դու պետք է նստես քննարկես քո քաղաքական վերնախավի հետ, քո բանի հետ, քո որոշում կայացնողների հետ։ Պետք է նստել վերլուծել, հասկանալ պատերազմի արդյունքում ստացված արդյունքը։ Արդյոք մեզ կդնի ավելի լավ վիճակում, քան մենք հիմա ենք։ Ամենահեշտ պատասխանը ազատագրականն է, որովհետև ազատագրական պատերազմի ժամանակ պարտվել չկա։ Նույնիսկ եթե գնում ես փիղես մորթուն Վարդան Մամիկոնյանի պես, ինքը բարոյական հաղթանակ գրանցում է դարեի դար, այդ գալիս է Ֆերմոպիլներում Հունաստանը պարտվեց Պարսկաստանին։ Ավարայրում մենք մեծ հաշվով պարտվեցինք, բայց դա դարեդար ստեղծել է այնպիսի մի սոցիալ-հոգեբանական եւ ռազմական ինչ-որ տրամադրություն կամ ոգի ատվե սերունդներին, որոնց հիման վրա կարողացել է հնարավոր է եղել դաստիարակել նոր
չգիտեմ, ինչ որ հաղթող սերունդներ, նոր ռազմական գիտելիք եւ էական չի, բայց ինքը դրական է։ Այսինքն սա ինքնապաշտպանողական, ազատագրական պատերազմներն են, որոնք որ միշտ հաղթածես դուրս գալի։ Բոլոր մնացած պատերազմներում հիմնականում, եթե դու չես կարողանում մոտակա 50 տարվա համար պլանավորես, որ ավելի լավ վիճակում ես լինելու կանցմանում, դու պարտվում ես։ Ցավոք սրտի, չնայած կա տպավորություն, որ Ամերիկայի ռազմական միտքը լավն է, Ամերիկայի տակտիկական, օպերատիվ միտքը այդքան էլ վատը չի։ Իհարկե զիջում է գերմանականին, որ չգիտեմ, Մանշտայնին, Գուդերյանին կամ Ռոմելին իրանք բոլորը զիջել են միշտ ամերիկացիները, իրանք թվով են խեղդել, տեխնիկայի թվով, սովետը խեղդել է մարդու թվով, ամերիկացիք տեխնիկայի թվով, այսինքն էժան շատ, խնդիրը այս տեսանկյունից դիտարկելուց, դու հասկանում ես, որ Ամերիկան Վիետնամ մտավ առանց հաշվարկելու պարտվեց, Ամերիկան մտավ Աֆղանստան առանց հաշվարկելու պարտվեց, որտեվ երբ որ դու դուրս ես գալիս ես տալիբներն են, տալիբներին վրընդում ես, լարում ես, դուրս ես գալի նորից տալիբներն են գալի, դա նշանակում դու փող ծախսեց։ Հիմա Իրանի հետ հնարավոր է արդյոք հաշվարկել արդյունքը ինչա լինելու, հնարավոր է։ Հնարավոր է, որովհետև քեզ մոտ քաղաքական վերնախավում չկա բայպարտի, այսինքն երկկուսակց Ամերիկայի տեսանկյունից շատ կարևոր է, երկկուսակցական կոնսենսուս չկա։ Դուք ինչ եք ուզում Իրանի հետ լինի, որովհետև նույնիսկ հանրապետական կուսակցության, այս հիմիկվա հաղթած կուսակցության մեջ գոյություն ունի թև, որոնք մագաների թևն է, Մեյջորի Թեյլոր Գրինն է, Տակեր Կարլսոնն է, այն բանը, Տուլսի Գաբարդը դուրս եկավ։ Իհարկե պաշտոնաթողությունները այդ մարդիկ դուրս եկան, բայց իրանք մագաներն էին, այդ մարդիկ ասում են եղբայր մեզ Ամերիկայից դուրս ոչինչ չի հետաքրքրում, այսինքն խոսքը երկկուսակցական չի, նույնիսկ ներկուսակցական կոնսենսուս չկա, դու ինչ ես ուզում Իրանում լինի, հիմնական քո զանգվածը քեզ, Ռոգանը, բանը, ուզում են, որ դու յանտաս Իրանից։ Դե այդքան հեշտ չի հիմա Հիմա արդեն այո, բայց հիմա արդեն հեշտ չի, երբ որ քեզ մոտ գալոնը բենզինի կա, պետրոլյումի գալիս է ինչքան անդեր 7 ու քանից է արդեն Կալիֆոռնիա, թե 6 ու քանից է, չգիտեմ ինչ-որ այլանդակ մեծ թվեն, հիմա արդեն ուշ է, բայց դա նշանակում է, որ նույնիսկ պատերազմի առաջի փուլում, երբ դու հիմա հələ ոնց որ թե հայտարարում ես, որ հաղթում ես, դու չունես աջակցություն քո պետության, ոչ քո ժողովրդի, ոչ քաղաքական վերնախավի, ոչ քո սեփական քաղաքական թիմի, որովհետև քեզ իշխանության բերած մարդիկ այսքան ընթացքում հրաժարականներ են տալի։ Լուծումը որն է, չկա լուծում, չէ, առաջի հայացքից, բայց ոնց որ Օսիպյանի դեպքում, պետք է գնաս սուս փուսիրիկունը կամերի դուրը բացես, ասես դու Սարե Արտուր ջան ներող խմած ենք, չիմացանք ինչ արինք։ Նույն ձև ինքը պետք է գնա, ասի փագվանք, դուրս եկանք։ Իրանը տենց հեշտ չի։ Չէ, Իրանը հեշտ է, փագվանք, դուրս եկանք, Հորմուզը քեզ, Նետանյախուին կանչում ես Վաշինգտոն, կանդալում ես, տանում գցում ես ահագա, տեսնում ես, որ սաղ կոնֆլիկտը Պրծավ ուղղակի մեկը մեկի մեջ։ Լավ, այսինքն դեռ խմորը, ինչպես ասում են, շատ ջուր կքաշի, դեռ այդքան հեշտ չի։ Դե մինչև Տրամպը կենթանի է փաստորեն։ Ավարտում ենք այսօրվա հաղորդումը, պարզապես նորից հիշեցնում եմ, որ մեկ շաբաթ է մնացել մինչ ընտրությունները, կարծես թե մյուս ուրբաթ մենք դեռ հասցնում ենք շաբաթօրն է, չէ, հաջորդ շաբաթօրը լռության օր է։ Շաբաթօրը լռության օր է, այո։ Մեկ օր էլ ենք մենք մեկ հաղորդում ենք ունենալու, բայց այդ մեկ շաբաթից առաջ մի խոսք ասեք, էլի նորից նույն հարցն եմ ուղղելու ձեզ, դուք նույն երևի պատասխանն եք տալու, չեմ հարցնում ում եք ընտրում։ Ինչի վրա պետք է ուշադրություն դարձնեն ընտրողները, իրենց չկողմնորոշված ընտրողները։ Չկողմնորոշված ընտրողները պետք է հասկանան իրանք ինչ են ուզում եւ ըստ դրա կառուցեն իրենց։ Բայց եթե իրենք այն ինչ ուզում են չեն տեսնում, չի առաջարկում դա։ Չգնալ ընտրությունների հիմա ձեր ձայնը, կոպիտ ասած, դա ձեր գումարն է, ձեր ներդրումն է, կամ նույնիսկ ավելի ծանր բան ասեմ, ձեր երեխու պես մի բան է։ Կտանեք երեխան, կտակ ինչ որ մի հատ բոմժի, պրախածիմիցի, որովհետեւ յանի թե մի անգամ պետք է լինի։
Պարոն Սարգսյան, այսօր մեկ այսպես հանդիպում ունեցա փողոցում ծանոթներից մեկի, նա ասում է, ես այդ եվրոպական ուղղությունը ոնց որ ախր ասում են 60,000 ստորագրություն են հավաքել, 70%-ը ժողովրդի ուզում է, բայց չգիտենք հիմա ում տանք ձայնը, ով է այդ գիծը։ Եվրոպական գիծը ոչ մեկ չի տանում, ցավոք սրտի։ Ինձ այդպեսի հարց տվեց։ Ճիշտ է, ես պատասխանում, եվրոպական գիծը, եվրոպական ինտեգրման գիծը ոչ մեկ չի տանում։ Այս քաղաքական դաշտում, այ հիմա ովքեր որ ընտրություններին մասնակցում, չկա։ Սա հեղափոխության վերջի շունչն է, ոչ թե վատ իմաստով, լավ իմաստով։ Հեղափոխությունը այս ընտրություններով ավարտվում է։ Դեռևս պայքարը գնում է պրոռուսական ուժերի, որոնք ուզում են Հայաստանը սուբյեկտ չլինի, եւ պրոռուսական ուժերի, որոնք ուզում են Հայաստանը սուբյեկտ լինի, այսինքն մի քիչ ավելի շատ բաժնետոմս լինի Հայաստանի կառավարության միջև։ Սրա մասին է խոսքը։ Հայաստանը դեռևս այդ բանը սահմանադրություն ունեցող, բայց ինչ որ միտեղ հələ բանը ԱՊՀ երկիր է։ Մենակ սրանից հետո, երբ էս ամեն ինչը վերջանա, երբ այդ քաղաքական շարժումների կամ բաների ղեկավարները, երբ որ սկսեն կորել արդեն իրականությունից, հա, տարբեր պատճառներով, ասենք, ամաչեն քաղաքական դաշտ դուրս գալ, կամ ինչ-որ բան, կամ գնան արխիվ, որոշ կուսակցություններ, ասենք, ալյանսի նման դուրս գան խաղից։ Այդ ժամանակ նոր կարելի կլինի հասկանալ, տեսեք, պրոեվրոպական ուղղությունը եւ պրոամերիկյանը, դրանք տարբեր բաներ են, սա պետք է մարդիկ հասկանան։ Այսինքն արևմտամետ ճամբարով բոլորը միավորվեք ծիծաղալու է։ Այս ընտրություններից հետո ցավոք սրտի նոր պարզ կլինի, որն է Ամերիկա մետ, որն է Եվրոպա մետ, որն է ինչ ուզում, որն է ավելի ուղղված փոքր միջին բիզնեսի զարգացմանը, մարդու իրավունքներին եւ մարդկային կապիտալի զարգացմանը, որն է էշեշ դուրս տալի այդ բառերը լսում ուղղակի ասում է ունքով պատալով քերելով սիրուն ակնված բան sense։ Հասկանում եք, տենց բաներ կան, որոնք որ ամեն անգամ ամեն մի ընտրություններից ընտրություն աճա տեղ ունենում։ Հենց հիմա մենք չունենք բավականաչափ հնարավորություն ասել, որ մենք ամբողջությամբ հեղափոխությունը ավարտել ենք։ Չէ, որովհետև բավականին լուրջ զանգված կա, որը ռուսական դրոշի տակ է հանդես գալիս։ Ովքեր առանց թաքցնելու ուզում են, որ Հայաստանը սուբյեկտություն չունենա։ Ովքեր ասում են, որ մենք Հայաստանում կանենք հեղաշրջում։ Դրանից հետո վտանգը դա չի, որ ասելուց հետո չեն ձերբակալվում։ Աբեկչական գործողությունների կոչ արվող մարդը, կոչ անող մարդը չի ձերբակալվում։ Ընդ որում մենք գիտենք, որ այդ նույն մարդը մարտի 1-ը արեն, ինչ որ կատակ անում։ Չունենք չհավատալու։ 100% հավատում ենք։ Շնորհակալություն այսօրվա զրույցի համար։ Ես եմ շնորհակալ, չվախեք ժողովուրդ, իրոք, բայց բան չկա, այլն ինձ ինչ-որ։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ, սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ էինք ամփոփում շաբաթը։ Զրույցը վարում էի ես, Գայանե Առաքելյանս, բարին ընձեզ։